Երբևէ լսել եք այս անվանումները՝ Նեֆիլիմներ, Ենակիմներ, Էմիմներ, Ռափայիմներ, Զամզումիմներ։ Բոլոր այս անունները Աստվածաշնչից են և այս կամ այն կերպ կապված հսկաների հետ։ Եկեք այսօր պարզենք, թե ովքեր են այդ հսկաները և որտեղից են նրանք առաջացել։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթ Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել Ենակիմների մեջ։ Հեսու 14:15։ Կարիաթ Արբան բառացի թարգմանաբար նշանակում է չորսի քաղաք, որը մեզ ավելի հայտնի Քեբրոնի նախկին անվանումն է։ Ռաբիները ասում են, որ Կարիաթ Արբան դա չորսի քաղաքն է, այսինքն Ադամը, Աբրահամը, Իսահակը և Հակոբը այնտեղ են թաղվել, և ըստ նրանց այդ տարածքը դրախտի դուռն էր, որը անվանվում էր Մամբրեի կաղնիներ կամ Մաքփելայի քարանձավ։ Դրանից հետո Աբրահամն իր կին Սառային թաղեց Մամբրեի դիմացի Մաքփելայի արտի քարայրում, որը Քեբրոնում է Քանանի երկրում, Ծննդոց 23:19։ Սակայն իհարկե դա ռաբիների կարծիքն է և այն աստվածաշնչյան լուրջ հիմքեր չունի, որ այն դրախտի կամ Եդեմի դուռն էր։ Ավելի շուտ Արբան դա անձի անուն է և այն պետք է թարգմանել որպես Արբայի քաղաք, այլ ոչ թե չորսի քաղաք։ Ենակիմները հսկաների ցեղի անվանում է, և տեսնում ենք, որ Արբան ամենամեծ մարդն էր Ենակիմների մեջ։ Այստեղ մենք կարող ենք այն հասկանալ երկու իմաստով. կամ նա հսկաների մեջ ամենամեծ, այսինքն ամենահսկա մարդն է եղել, կամ էլ հսկաների սկիզբն է եղել, հայրը։ Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր Արբայի քաղաքը, այսինքն Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։ Հեսու 15:13։ Արբան այստեղ նշվում է որպես Ենակի հայրը, այսինքն նա հաստատ անձ էր, և Ենակիմների մեջ մի ավելի հսկա որևէ էակ, ով նաև հավանաբար հսկաների առաջինն էր։ Իսկ Ենակ թարգմանաբար նշանակում է երկարավիզ, այսինքն նրանք ունեին տարօրինակ սարսափելի տեսք։ Այդ նույն ժամանակ Հեսուն գնաց և Ենակիմներին բնաջնջեց լեռներից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, Հուդայի բոլոր լեռներից և Իսրայելի բոլոր լեռներից։ Հեսուն ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։ Իսրայելի որդիների երկրում Ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։ Հեսու 11:21-22։ Հեսուն վերացնում է բոլոր հսկաներին, Ենակիմներին, սակայն ձեռ չի տալիս մի քանի քաղաքում գտնվողներին, և հետագայում մենք կարդում ենք, որ այդ թողած քաղաքներից մեկից էլ գալիս է Գողիաթը, ով Գեթացի էր։ Փղշտացիների բանակից մի Գեթացի մենամարտիկ էր դուրս եկել, անունը Գողիաթ։ Նրա հասակի բարձրությունը 6 կանգուն ու 1 թիզ էր։ Մենք նկատում ենք, որ հսկաները միշտ էլ նեղել են Աստծո ժողովրդին, և Աստծո հավատարիմ ծառաները միշտ էլ փորձել են վերացնել նրանց։ Եկեք տեսնենք մնացած անվանումները և հասկանանք, թե ինչ կապ ունեն նրանք հսկաների հետ։ Նա էլ էր հսկաների երկիր համարվում, առաջուց այնտեղ հսկաներ էին բնակվում, և ամոնացիները նրանց Զամզումիմ էին կոչում։ Ենակիմների պես մեծ և բազմաթիվ և երկայնահասակ ազգ էին, բայց Եհովան նրանց բնաջինջ արավ նրանց առաջին, որ քշեցին նրանց և նրանց տեղումը բնակվեցին։ Բ Օրինաց 2:20-21։ Այստեղ նկատում ենք, որ Զամզումիմը կրկին հսկաների անվանում է, ովքեր Ենակիմների պես էին, պարզապես այդպես նրանց անվանում էին ամոնացիները իրենց լեզվով, և մենք նկատում ենք, որ Աստված նրանց վերացնում է։ Զամզումիմը թարգմանաբար նշանակում է բզզոց, փսսոց, որը ներկայացնում է, թե ինչ սարսափելի և անճոռնի ձայներ էին նրանք հանում։ 14-րդ տարում եկավ Քոդողագոմորը և նրա հետ եղող թագավորները և կոտորեցին Աստարովթ Կարնայիմում գտնվող Ռափայիմներին, Համում գտնվող Զուզեցիներին և Շավե Կարիաթեմի Էմիմներին։ Ծննդոց 14:5։ Այստեղ Զուզեցիները հավանաբար նույն Զամզումիմն է, պարզապես այլ լեզվաոճով գրված։ Էմիմների մասին ավելի պարզ տեսնում ենք հետևյալ համարում։ Էմիմներն էին առաջուց այնտեղ բնակվում, որոնք մեծ և բազմաթիվ և Ենակիմների պես երկայնահասակ ազգ էին։ Նրանք էլ Ենակիմների պես հսկաներ էին համարվում, և մովաբացիները նրանց Էմիմ էին կոչում։ Բ Օրինաց 2:10-11։ Ինչպես Զամզումիների դեպքում,
Էմիմներն էլ նույն ենակիմներն էին, պարզապես մովաբացիներն էին իրենց լեզվով նրանց կոչում էմիմներ։ Այժմ անդրադառնանք ռափայիմներին, որոնց շատ աստվածաբաններ համարում են ամենահինը, այսինքն նրանցից կամ ավելի շուտ նրանց միջոցով են առաջացել այդ հսկաները։ Շուտով կբացահայտենք, թե ինչ նկատի ունենք։ Ռափան նշանակում է բժիշկ։ Աստված ասում է՝ ես ձեր Ռափան եմ։ Եվ ասաց, եթե ուշադիր լսես քո Տեր Աստծո ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, եւ հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեն բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը, քո բժիշկը։ Ելից 15:26։ Այստեղ բժիշկը Ռափայի հոլոված տարբերակն է, Աստված է բժշկողը։ Շատերը ռափայիմներին համարում են հսկաներ, սակայն Աստվածաշնչում չունենք որևէ ուղղակի կապ այդպես համարելու համար։ Ռափայիմները ոչ թե հսկաներ էին, այլ հսկաների հայրերը, այսինքն նրանց միջոցով են այդ վերոնշյալ հսկաները ի հայտ եկել։ Ռափայիմները բժիշկ գիտնականների մի խումբ էին, որոնք գենային փորձարկումներ էին կատարում մարդկանց վրա։ Այդպիսի փորձարկումներից էին օրինակ մարդկանց եւ գազանների խաչասերումը, որի մասին որոշակի տվյալներ են թողել որոշ աստվածաբաններ եւ քրիստոնեական գրողներ։ Այդ խաչասերման արդյունքում էլ առաջանում էին ընկած հսկաները, որոնք ունեին անճոռնի տեսք, անճոռնի ձայն եւ չար բնավորություն։ Եվ քանի որ նրանք Աստծո ձեռքի գործ չէին, այլ մարդկային ձեռքով մուտացիայի արդյունք, Աստված նրանց վերացրեց։ Հսկաների մասին մենք նույնիսկ կարդում ենք հետևյալ սարսափելի հուշումը. «Եվ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայելի որդկանց համար ասելով. այն երկիրը, որի միջով անցանք, նրան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է, եւ նրա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են, եւ այնտեղ տեսանք հսկաներին, ենակի որդկանցը, որ հսկաներից են»։ Թվոց 13:33-34։ Այստեղ ասում է, որ նրանք մարդակեր էին, եւ մենք հաճախ կարդում ենք անցնում եւ չենք էլ մտածում լրջորեն այս հարցի շուրջ, որ լրտեսներն ասում են, որ այդ հսկաները Հանիբալներ են, մարդակերներ։ Այդպիսի տվյալներ մենք տեսնում ենք Պարականոն գրքերից մեկում։ Եվ հսկաները սկսեցին կուլ տալ մարդկությանը, եւ նրանք սկսեցին մեղանչել թռչունների, գազանների, սողունների եւ ձկների դեմ եւ կուլ տալ միմյանց մարմինը եւ խմել արյունը։ Այենովք 7:4-5։ Իհարկե Պարականոն գրքերը ընդգրկված չեն Աստվածաշնչի կանոնիկ գրքերում, սակայն կարող են իրենց մեջ պարունակել կարևոր պատմական տվյալներ, եւ միգուցե այս տեքստը նույնպես պատմական տվյալ է։ Եվ այդ մարդակերական հակումները հավանաբար գազանների հետ գենային խաչասերման արդյունք է։ Ինչպես նաև մենք տեսնում ենք որոշակի հուշումներ, թե ինչպես են մուտացիոն փորձարկումներ կատարել նաև մրգերի վրա, որը կարող են կարդալ Թվոց 13-րդ գլխում, թե ինչպես էին լրտեսները իրենց հետ հսկա մրգեր բերում։ Ռափա բառը կիրառվում է նաև Աստվածաշնչի մի քանի տեքստերում լիովին այլ իմաստով, որոնք ավելի լույս են սփռում, թե ովքեր էին նրանք եւ ինչ որակներ ունեին։ Դժողքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմավորելու, նա քրքրեց քեզ համար ուրվականներին, երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրենց աթոռներից ազգերի բոլոր թագավորներին։ Եսայա 14:9։ Բայց նա չգիտի, որ այնտեղ մահացյալներ կան, դժողքի անդունդներում են նրա հրավիրվածները։ Առակաց 9:18։ Այստեղ ուրվական եւ մահացյալ բառերը հին եբրայերենում ռափա բառի հոլոված տարբերակներն են։ Այստեղից շատերը ենթադրում են, որ ռափայիմները ընկած հոգիներ են, ուրվականներ, ինչ որ գերբնական էակներ, սակայն դա չի համապատասխանում Աստվածաշնչի լուրին, այլ այն ընդամենը ցույց է տալիս, թե որքան ընկած էին այդ ռափայիմները եւ որքան էր նրանց խիղճը հոգին մահացած, որ սարսափելի փորձարկումներ էին կատարում մարդկանց եւ կենդանիների վրա, անտեսելով Աստծո արարչագործությունը։ Այդպիսի ընկածների մասին Աստվածաշունչը պատմում է Նոյի օրերի հետ կապված, եւ հսկաներ կային այն օրերը երկրի վրա, եւ այնուհետև էլ, որ բոլոր Աստծո որդիքը մարդկանց աղջիկերանց մոտ էին մտնում եւ նրանք նրանց համար ծնում էին, սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին։ Եվ Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Ծննդոց 6:4-5։ Այստեղ հսկաները եբրայերեն նեֆիլիմ բառն է,
որը իրականում չի կարելի թարգմանել հսկա, ինչպես եւ Ռափայիմը։ Նեֆիլիմը իրականում նշանակում է ընկած, ինչպես եւ Ռափայիմի երկրորդ իմաստը։ Այստեղ Մովսեսը նշում է, որ Նոյի օրերում Նեֆիլիմ Ռափայիմներ կային, ովքեր այնքան ընկած էին, որ Աստծո արարչագործության վրա փորձարկումներ էին կատարում եւ որի արդյունքում նաեւ երկիրը ապականվեց եւ Աստված որոշեց այն վերացնել։ Այսպիսով մենք հասկացանք, թե ովքեր էին հսկաները, որտեղից եկան եւ ինչ պատահեց նրանց հետ։ Ընկերներ, Աստծո արարչագործությունը բարի է եւ կատարյալ։ Այնտեղ կարիք չկա որևէ բան ավելացնելու կամ պակասեցնելու, այլ միայն պետք է փառք տալ Աստծուն այդ արարչագործության համար, գեղեցիկ բնության, աստղազարդ երկնքի, խայտաբղետ կենդանիների եւ ազատ ընտրությամբ մարդու համար։ Փառք մեր Արարչին, փառք նրան, որ մեզ ստեղծել է այսպիսին եւ ունենք մեծ հնարավորություն ներկայացնելու մարդկանց Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Հոգուն։